Դերասան Գևորգ Գրիգորյանը միայն վերջերս է հայտնել, որ նոր սիրելի ունի, սակայն այդ թեման արդեն հայտնվել է քննարկումների կենտրոնում, հիմնականում բացասական երանգով։ Համացանցի բազմաթիվ օգտատերեր քննադատական մեկնաբանություններով են աչքի ընկել, որոնք ուղղված են ինչպես Գևորգին, այնպես էլ նրա սիրելիին՝ Քրիստինային։ Վերջինս որոշել է անդրադառնալ այդ մեկնաբանություններին և դրանցից մի քանիսը հրապարակել է Instagram-յան իր էջում։ Ի պատասխան դրանց Քրիստինան Գևորգի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել և գրել. «Մենք երջանիկ ենք»։ Անդրադառնալով աստղային այլ նորություններին նշենք, որ Իրինա Այվազյանը ևս Instagram-յան հարթակում շարունակում է պատմել իր անվերջանալի դիետայի մասին։ Star News-ն առանձնացրել է տեսանյութը։ Առաջարկում ենք դիտել այն։ Ոնց հասկացանք ուտելու մասին է։ Երեխեք այսօր վերջին օրն է, որ ես բալանսավորված ու առողջ եմ սնվում։ Տանից շատ շուտ եմ թարսի պես դուրս գալու, որոշել եմ հիմա սենց ամբողջը ցույց տամ, թե այսօր ինչ եմ ուտելու, ասեմ տպավորություններս, ինչպես եմ ես ինձ զգում։ Արդեն մի հատ կծ եմ արել մանկության համը, հացով ձվածեղ, ունեմ ապուր, ոսպով, շատ համով աղցանիկ, սնկով, եգիպտացորենով, այսօր, չգիտեմ, իմ սիրած բաները շատ են, սմբուկ մսով ու եփած կաղամբ, շատ եմ սիրում տուշոնկա, չգիտեմ, ճիշտ ասած, ոնց են ասում երևի ինձ եփած կաղամբ։ Ես ինձ ահավոր լավ եմ զգում, ահավոր թեթև եմ, դրսում որ քայլում եմ, թեթև քամի ալինում, քշում է այդ քամին, այտենց թեթև եմ արդեն, տափակ հումորներ, ով է գնահատելու այս տափակ հումորները։ Ասեմ ինչ եմ հասկացել։ Չխախտել սննդակարգը, որովհետև ձեր սիրելի ուտելիքները միշտ լինելու են, միշտ կան այդ ուտելիքները խանութներում։ Դուք կարող եք ուտել դա ցանկացած ժամանակ, պաղպաղակը միշտ կա, քաղցրը միշտ կա։ Խնդրում եմ այդ օրերի ընթացքում, որ դուք խնդրում եմ, ինչ որ խնդրի։ Իրականում դա ձեր համար եմ ասում, այդ ընթացքը շատ արագ է անցնելու, դուք հասնելու եք ձեր ուզած արդյունքին, հետո կարողանալու եք ամեն ինչ անել չափի մեջ։ Արդեն չեք էլ կարող ուրիշ ձև։ Դիսցիպլինան առհասարակին մասին չի, դրա համար բաներից շատ հեռու եմ, բայց երբեմն պետք է, երբեմն պիտի քո կոմֆորտ զոնայից դուրս գաս, որ դառնաս մարդ, այսպես ասած։ Իրոք ինչ չեմ ասել, քրինչ եմ, ինչի նա ասեցի, որ մի հատ մտածում ինչ չեմ ասել։ Աշխատեք ճիշտ մասնագետների հետ, այս նրա մասին է, թե ամեն ինչից չհասկացող ու անգրագետ մարդը ոնց է անում, որ մի քանի բան իմանա, գոնե ամենակարևոր բաները իմանա։ Ջուր չխմելը երեկոյան ժամերին շատ, այս այդ բժշկական տերմիններով չգիտեմ ոնց պիտի ասեմ, բայց ես գիտեմ դա ու ինձ այդքանը հերիք է։ Պետք է իմանաս, որ սնունդը որ ժամին ուտես, սնունդներ կան, որ երեկոյան ժամերին ավելի իրացնում են, օրինակ միրգը, եթե ես չեմ սխալվում, շուտ քնելը։ Երևի այսքանը։ Դուք կարող եք ուտել ամեն ինչ ուտելով կարող եք մնալ նույն քաշին, կարող եք նիհարել, կարող եք լինել առողջ, ձեր մաշկը կարող է լինել լավը, մի խոսքով, այդ կյանքը ոնց հասկացանք ուտելու մասին է։ Մենք պիտի ուտենք, որ կարողանանք ապրել, իսկ ուտելիքը ամեն ձևով նենց անում, որ մենք ապրենք։ Թե մեր մաշկ, թե մեր մազեր, թե մենք, թե մեր մարմինը, թե մեր հոգին, շատ ռոմանտիկ տեքստեր ստացվեցին, բայց սա այն է, ինչ ես կարող եմ ասել ձեզ։ Զգում եմ, որ իմ փոքվածությունը այս 10 օրերի ընթացքում քչացել է, շատ ուրախ եմ, որ այս փորձառությունն եմ ունեցա։ Ճիշտ է, առաջինս չի, բայց այն ժամանակ ես հստակ պայքարում էի նիհարելու համար, իսկ այս անգամ հստակ գիտակցում էի, թե ինչի համար եմ ես սա անում, ինչը ամենակարևորն։ Ավել բան չունեմ ասելու ժողովուրդ։ Ֆանտոմաս, Դելֆին։ Կգնաս։ Կորմը ուտում ես, իմ կորմը ուտում ես, ներվերներս ուտում, քեզ էլ եմ գրանցում ուրեմն այստեղ։ 10 օրյա փաթեթ Վանիին խնդրում եմ։ Շնորհակալություն։ Մտածեցի չզզվացնեմ իմ այս ամեն ինչով։ Մի քանի օր որոշեցի հոլովակ չտեղադրեմ, որ ձեզ չզզվացնեմ։ Սղճում եմ, բանի չկա, որ հաչասուրճ բարի վրա, ունեմ մեղրով, խմորեղեն ու սխ։ Գնացինք։ Ուտում եմ սենց կեքսիկի ֆորմայով, ձվով բրոկոլիով, էլի չեմ հասկանում, բայց շատ հետաքրքիր։ Ապուրի ժամը բաց եմ թողել, դրա համար ֆունչիկով եմ գալիս, թող միակ խախտումն էլ էս լինի, ժողջանի չասեմ։ Այսօր կարճ եմ կապել, ուտում եմ աղցան կաղամբով, ջուֆթա եւ արագ փոխվեմ տանին։ Հաղորդավարուհի Ամալիա Հովհաննիսյանն իր Instagram-յան էջում նոր տեսանյութ է հրապարակել իր մայրիկի մասնակցությամբ։ Դրանք ինչպես միշտ բավականին զվարճալի են ստացվել։ Մամա, կտորի շորի անուն ոչ։ Մի հատ բան ասեմ, հիմա ստացվում է, որ մաման մի բան ա ուզում, ես չեմ առնում, բայց մի քանի օր առաջ ինքը տնտեսական խանութում այնքան առևտուր էր արել, որ կեսը տարել էր տուն, կեսը հասկացել էր, որ ի վիճակի չի տանելու տուն։ Ասել էր աղջիկս կգա կվերցնի։ Ես գնացել եմ, մենք 3 հոգով դա անդադրել ենք մեքենան։ Բայց ասա որ սող պետք է կամ։ Մամ, ինչն էր պետք է կամ։ Ամեն ինչը պեղեն, ամեն ասենք, գիտեք ինքը ինչ է պահանջվում։ Ասենք, չգիտեմ, կապույտի հեղուկ, դեղինի հեղուկ, կանաչի հեղուկ, կարմիրի հեղուկ։
Վայ, խնդրում եմ, մամա։ Հատը մենակ սպիտակի տարբեր ֆիրմաների։ Ոչ շորերի համար եմ մտածում, նույն շորերի համար առանձին։ Ժորժ, ասեք, որ ինքը այդ օրվա առևտրից հետո անկեղծ ինքը իրավունք չունի ինձ ասի գնանք տնտեսական խանութ։ Մամա, աշխարհի սեղանի շորն ունես։ Իրականում ես խոսակցությունը ինչի բացվեց, մենք գնացել էինք ֆիլմ դիտելու, դուրս եկանք, բարձրանում էինք դեպի մեքենան, մի պահ հեռախոսով խոսում է, այդ ընթացքում ինքը հասցրեց մտնի խանութ, կարտոֆիլ ու չգիտեմ ինչ առնի, ասում եմ, մամ, դա մեր մոտ էլ են վաճառում։ Ու ինձ դեռ ուզում էր քարշ տալ խանութներով, որպեսզի էլի բաներ գներ, բայց ես հրաժարվեցի։ Մի խոսքով ինքը ինձնից դժգոհ է, բայց ես էլ կարծում եմ, որ այդ խանութները մեր տան մոտ էլ կան, իմաստը է այստեղից գնելու։ Ինչ եք կարծում, ով հաղթեց։ Իհարկե մամաս։ Հասավ նրան, որ ես իրեն բերեցի այդ իր կտորի խանութ։ Ինձ ուղարկեց ֆուդ-կորտ, գնացել եմ ուտելիք եմ պատվիրել ուտելիքը, պատրաստել են, վերցրել եմ, հետ եմ եկել ու ես դեռ իրեն եմ սպասում։ Ինքը դեռ չկա։ Այդ ինձ ասում է, ինձ չես տանում խանութ, ոնց տանեմ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բլոգեր Ալվուկին օրեր առաջ մայրացել է։ Նա կրկին խոսել է այդ թեմայի վերաբերյալ, խոսել ռեժիմի, ինչպես նաև իր совորությունների մասին։ Знаете, ребят, я очень тревожная мама, и я, когда малышка спит, всегда хожу по дому вот с такой видеоняней. Это видеоняня Yo Kids. Честно, не могу сказать, что она очень классная, потому что она работает только от провода, именно сама камера. Беспроводная только вот эта вот штука. И еще ты можешь с телефона подключиться, и с телефона тоже можешь смотреть. Это тоже мне нравится, потому что, допустим, есть какое-то движение, на телефон приходит оповещение, то, что там есть движение. Но очень хотелось бы какую-то видеоняню получше, поэтому она стоила 8 тысяч, свои 8 тысяч она, в принципе, оправдала. Если вы знаете какую-то видеоняню, которая круче, которая беспроводная, именно камера, но здесь тоже функции хорошие есть. Если вы будете искать недорогую, вот 1008, то вот это стоит. Но хотелось бы что-то другое. Посоветуйте мне, пожалуйста, хорошую видео-няню. Вот. А еще знаете, за что я переживаю очень сильно? Нам пока что очень повезло. Она спит по идеальному режиму. Получается, она спит 3 часа. С 9, допустим, до 12, потом мы кушаем в 12, потом с 12 до 3 спим, потом с 3 до 6. И, в принципе, она как часы просыпается, чтобы покушать. И вот я переживаю, что этот режим сломается, потому что сейчас у нас, получается, мы просыпаемся только 1 раз ночью в 3 часа. Вот. И мне очень нравится этот режим, потому что я сама по себе жаворонок, я просыпаюсь в обычной жизни в 6-7 утра, это моя норма. И получается то, что мы сейчас живем по режиму, привычному нам, и просыпаемся всего лишь 1 раз ночью. Вот мне интересно, так будет всегда или это закончится скоро? Вы все знакомы с моим любимым способом сбрасывания лишнего веса, это клетчатка плюс белок. Поэтому после родов я уже могу себе позволить сесть на диету. И сейчас вот буду питаться так. На ближайшие 2 месяца точно.